Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներքին հարցում է անցկացրել պարզելու, թե որքան ձայն կարող են հավաքել ուժերը, եթե այժմ անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Աղբյուրների փոխանցմամբ արդյունքները անհանգստացրել են կուսակցության ղեկավար կազմին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած ցուցանիշն առավել բարձր է եղել, քան սպասվում էր։ Հենց սրանով է պայմանավորված, որ իշխանության ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դեմ ագրեսիվ ռետորաբանությունը։ Հարձակումները, ինչպես պնդում են ժողովուրդ օրաթերթի աղբյուրները, համակարգվում են տարբեր մակարդակներում պատգամավորներից մինչև պետական պաշտոնյաներ։ Հրապարակ թերթը գրում է. Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել, այսօր մայիսի 21-ին այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջև կկանգնի։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահային պատկանող Toyota Երևանին փոխանցելու համար դրանք էժան գնով վաճառել է։ Իշխանությունը շարքում է եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն մենք գրել ենք, որ քրեական վարույթի թեմա դարձած հողակտորների առյուծի բաժինը եռաբլուրի դիմացի մայթինն է։ Մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է, քաղաքացիայի իրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Իրավունք թերթը գրում է. ՔՊՕ-ում իրարանցում է առաջացրել Նիկոլ Փաշինյանի զուգընկերոջ Աննա Հակոբյանի վերջին օրերի պահվածքը։ Բոլորը մի մարդու պես որոշել են շեֆին նեղը գցել այս հարցով։ Այլ կերպ ասած, առաջիկա վարչության նիստի ժամանակ Փաշինյան Նիկոլի առաջ պայման են դնելու կամ տիկնոջը բերել ցիվիլ դաշտ, կամ իրենք փասեն նրան արդարացնելու գործում։ Հրապարակ թերթը գրում է. այսօր լրանում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Ուստի Սամվել Շահրամանյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարեցված։ ԱՀ գործող օրենսդրությամբ եւ ամիսներ առաջ խորհրդարանի կողմից սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն ընտրությունների անհնարինության պարագայում երկրի նախագահ ընտրում ազգային ժողովը լիազորությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում։ Մեզ ասացին, որ մինչ այս պահը որևէ ուժ չի հայտնել թեկնածու առաջադրելու մտադրության մասին, հետևաբար Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Դոմուսի հրդեհից 7 ամիս անց քրեական գործով չկա մեղադրյալ, չկա կասկածյալ։ Այդպես էլ առեղծված է մնում, թե ում անգործության կամ միգուցե շահագրգռվածության հետևանքով Դոմուսի պահեստը մոխիր դարձավ։ 800 միլիոն գույքի այրումը ում էր ձեռնտու ու ինչ եղավ իրականում։ Հարցեր, որոնք 7 ամիս անց չունեն պատասխան։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ուշ երեկոյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացել է Դոմուս ՓԲ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման եւ խանութի այրվելու մասին։ Ժողովուրդ օրաթերթը դեպքից 7 ամիս անց դիմեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե հասկանալու համար կա գործով մեղավոր անձ կամ ինչ է պարզել կոմիտեն, ի պատասխան հայտնեցին նախաքննությունը շարունակվում է։ Ասել է, թե ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ ու ի վերջո դեռ չկա հստակ պատասխան, ինչից է սկսել հրդեհը, մարդկային գործոն կա, թե տեխնիկական խնդիրն է պատճառը։ Հրապարակ թերթը գրում է. իշխող թիմը լարված, նյարդային ժամանակներ է ապրում։ Պատմում են, որ բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։ ՔՊ կուլիսներում խոսում են, որ իրավապանները վերևից հանձնարարական են ստացել առանց բացառության ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական եւ այլ շարժերը։ Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ ըստ նպատակահարմարության ոմանց զոհաբերի, հանուն իր վարկանիշի, ոմանց խաղից հանի, ոմանց դեպքում էլ հնազանդեցնի ու որպես գործիք բանեցնի։ Մեզ ասացին, որ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին եւ հասցնում շեֆին, որպեսզի հանկարծ կուսակիցներն իրենցից մաքուր չերևան եւ իրենք առաջ ընկնեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հակակոռուպցիոն կոմիտեն գրո է սկսել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն կոմիտեի աշխատակիցները առաջիկայում մտնելու են բոլոր տեսչական մարմիններ, թաղապետարաններ, համայնքապետարաններ, իսկ պատճառը կաշառքի կոռուպցիոն գործընթացների մասին օպերատիվ
օպերատիվ տվյալներն են, ասել է, թե առաջիկայում ձերբակալությունները սպասվում ու հուսանք, որ կոմիտեի ձեռքերը կհասնեն խոշոր ձկներին։ Նշենք, որ 3 քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ էին ձերբակալվել կաշառքի քրեական վարույթի շրջանակում։ Ավելի ուշ իրավապանները մտան քաղաքաշինության տեսչական մարմին ու ձերբակալություններ սկսեցին, որը եւս կապված էր կաշառքի քրեական վարույթին։ Սա էլ դեռ քիչ չէր Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 2 աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների վերաբերյալ կաշառք ստանալու մեղադրանքներով։ Հրապարակ թերթը գրում է սեպտեմբերին սպասվում է քաղպայմանագրի հերթական համագումարը, որի ժամանակ նաև նոր վարչություն են ընտրելու։ Նախորդ վարչության ընտրության դառը փորձը հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընդլայնել ընտրիչների թիվը, դրանով ավելի կառավարելի դարձնելով ընտրությունների արդյունքները։ Նախորդ անգամ մի խումբ ԿՊԱ-ականներ, մասնավորապես Սուրեն Պապիկյանի մտերիմները ազդել էին ընտրության ընթացքի եւ հաշվարկի վրա։ Կեղծիկը բացահայտեց Արսեն Թորոսյանը։ Քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո վարչության կազմից մի քանիսը դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ վարչությունը լինի իր կողմից կառավարելի եւ որևէ մեկն ավելի մեծ ազդեցություն չունենա, քան ինքը։ Ըստ կուսակցության ներքին կանոնադրության հերթական ընտրությունների դեպքում համագումարն է ընտրելու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակի առաջին 30-ին, այսինքն ԿՊ ցուցակի առաջին 30 համարների անունները հայտի կդառնան սեպտեմբերին։